Մաքրուհիները, դայակները, նոտարները, փաստաբանները Ռուսաստանում հարկերը չվճարելու դեպքում կզրկվեն պատենտ արտոնագրից, լիցենզիայից։ Օգոստոսի 10-ից ուժի մեջ է մտել Պուտինի ստորագրած միգրացիոն օրենսդրության հարկային հատվածին վերաբերող խստացումը։ Այն վերաբերում է վճարովի ծառայություններ մատուցող միգրանտներին, մասնավոր ձեռնարկություններում աշխատողներին, որոնց գործունեությունը պատենտավորված է։ Ռուսաստան մեկնած հայ միգրանտները տագնապած են։ Ռուսաստանը միգրացիոն վերահսկողության աննախադեպ խստացումների է գնում։ Այժմ նրանք պետք է պաշտոնապես ցույց տան բավարար բարձր աշխատավարձ, որը նվազագույն շեմից ցածր հաշվարկված լինելու դեպքում նրանց կացության թույլտվությունը չեղարկելու է եւ 15 օրվա ընթացքում նրանք կվտարվեն երկրից։ Приложение, которое будет отслеживать приезжих через смартфон. Սա էլ մի հավելված է, որը շուրջօրյա իրավապահներին է փոխանցում միգրանտի գտնվելու վայրը, ու եթե միգրանտները 3 օրը մեկ չթարմացնեն տվյալները, ապա ավտոմատ կհանվեն հաշվառումից եւ կվտարվեն երկրից։ Մի հարց է, թե արդյոք արտագնա աշխատանքի մեկնած օրինակ ամեն խոպանչի ակտիվ օգտվում է սմարթֆոնից։ Բայց հավելվածի կիրառման խստացումը սպասում է հաշված օրեր անց, սեպտեմբերի 1-ից, որովհետև այն ոչ միայն հենց միգրանտին է վերաբերելու, այլ նաև նրա ընտանիքի անդամներին։ Հավելվածի միջոցով պետք է միգրացիոն հաշվառում անցնեն, ներկայացնեն անհրաժեշտ բոլոր տվյալները եւ նույնականացվեն։ Ռուսաստանն է առանց աշխատող ձեռքերի մնալու, թե Հայաստանն է կոլապսի մեջ հայտնվելու, ընդունելով այդ երկիրը լքողներին։ Մյուս հարցն է, տարբեր հաշվարկներ կան ռուսաստանաբնակ խոպանչիների թվի վերաբերյալ, մինչև 500,000-ի հասնող։ Այս հարցերը Մոսկվային թերևս վերջինն են հետաքրքրում։ Կոնկրետ պահանջ ունեն արդեն գրեթե վերջնագրի լեզվով։ Ակնկալում են, որ Երևանը մինչև տարեվերջ կկողմնորոշվի Եվրամիություն ԵԱՏՄ ընտրության հարցում։ Մինչև դեկտեմբեր հանրաքվե կանցկացնի։ Եթե մինչ այդ ժամանակահատվածը հանրաքվե անցկացնելու կոչին ականջալուր չլինեն, ԵԱՏՄ առաջնորդները հաշվի կառնեն այդ փաստը հետագա համատեղ քայլերը հստակեցնելու ժամանակ։ Դա պետք է չլինի абստրակտ տեսական ձևակերպում, ցանկանում եք անդամակցել ԵՄ-ին թե ոչ, այլ հստակ եւ գործնական։ Պատրաստ եք արդյոք հրաժարվել ԵԱՏՄ անդամակցությունից հանուն ԵՄ անդամակցելու ոչ այնքան ակնհայտ հեռանկարի։ Հարցի նման ձևակերպումը ամենաազնիվը կլինի թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, թե ԵԱՏՄ մյուս անդամների հանդեպ։ Դեկտեմբերին սպասվող ԵԱՏՄ գագաթնաժողովում շատ ջրեր կպարզվեն։ Մասնագետները հիշեցնում են, որ մինչև այդ էլ նոյեմբերի 11-ին ՀԱՊԿ նստաշրջան է սպասվում եւ որ Ռուսաստանը պարզ տեքստով է ասել, հենց այդ օրն էլ կարող է քննարկվել Հայաստանին ձայնից զրկելու հարցը։ Այստեղ ի դեպ հիշենք, որ Հայաստանի վարչապետին նշանակելիս շնորհավորեց Ղազախստանի նախագահը, ով միացել էր ԵԱՏՄ-ում Հայաստանի դեմ հայտարարությանը, ինչպես նաև ՀԱՊԿ Տաջիկստանի նախագահը, եւ ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում որոշումները կոնսենսուսով են ընդունվում։ Կգնա Հայաստանը կոնսենսուսի մեխանիզմների կամ վետոյի միջոցով կոշտ որոշումները կանխելու ճանապարհով դեռ պարզ չէ։ Զարգացումներից պարզ դարձավ սակայն, որ Եվրոպան էլ դռները բացած մեզ չի սպասում։ Երբ որ արդեն օրենք ընդունվեց, որ Հայաստանը պատրաստվում է դառնալ Եվրամիության անդամ, եւ հետո երբ որ արդեն Երևանում անցան եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովները, պարզ դարձավ Ռուսաստանի համար, որ այս ամենը հռետորաբանություն չէ, եւ Ռուսաստանի եւ մնացած ԵԱՏՄ երկրների դիրքորոշումը շատ պարզ է, եթե դուք ուզում եք գնաք Եվրամիություն, հանրաքվե անցկացրեք, եթե ձեր ժողովուրդը իրականում դա է ուզում, ոչ մեկ ձեզ չի պահում, ոչ մեկ ձեզ չի խանգարում։ Եվ ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում նկատենք առանցքը Ռուսաստանն է, եւ եթե ՀԱՊԿ-ի դեպքում ըստ մասնագետների իրավիճակն ավելի կանխատեսելի էր թվում, թե Հայաստանը չի շարունակելու աշխատանքը եւ պատրաստ է ցանկացած որոշման, ապա ԵԱՏՄ-ի դեպքում իրավիճակն այլ է։ Հայաստանը չի հրաժարվի ԵԱՏՄ գործող մեխանիզմներից, ու մինչեւ իրավիճակը հանգուցալուծում գտնի, Հայաստան-Ռուսաստան լարվածությունը ավելանում է, Մոսկվան կոշտացնում է սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին ներկայացրել է որպես անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար։ Վարչապետը Արմեն Գրիգորյանին շնորհակալություն է հայտնել այդ պաշտոնում կատարած աշխատանքի համար, իսկ Ալեն Սիմոնյանին մաղթել հաջողություն։ Հայկական գյուղմթերքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժ կա, հայտարարել է Ալմատիում գտնվող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ղազախստանի գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպման ժամանակ։ Կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում գործակցության ընդլայնման, փոխադարձ առևտրաշրջանառության ավելացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման եւ ժամանակակից ագրոտեխնոլոգիաների եւ փորձի փոխանակման հնարավորությունները։
2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում աշխատել է ԵԱՏՄ երկրների 2937 քաղաքացի, նախորդ տարվա շուրջ 2500-ի դիմաց։ Ներքին գործերի նախարարությունը փոխանցել է, թե նույն ժամանակահատվածում Հայաստանի քաղաքացիների մուտքերի եւ ելքերի տարբերությունը դրական է եղել 1347։ Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու ավելի քան 9500 դիմումից բավարարվել է 6000-ը։ Մշտական կացության կարգավիճակ է ստացել 2085 քաղաքացի։ Ապաստանի 358 հայցից բավարարվել է 94-ը, 190-ը մերժվել։ Մուտքերը եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին է խոսքը 871409, ելքերը կազմել են 870,062 եւ տարբերությունը ինչպես տեսնում եք դրական է։ Եթե համեմատելու լինենք նախորդ տարիների առաջին կիսամյակի համադրելի ցուցանիշների հետ, անցյալ տարի թիվը -20,065 էր, դրա նախորդ տարին 2024 թվականի առաջին կիսամյակում թիվը -22,893 էր։ Տարբերությունը ակնհայտ է։ Նույն միտումը ունենք նաև օտարերկրացիների մասով կրկին էական աճ ենք արձանագրել սահմանահատումների տարբերության իմաստով կազմում է 57953 նախորդ տարիների համեմատելու իմաստով նշեմ 35000-ի սահմաններում թվեր են եղել։ Ազգային ժողովը քննարկում է տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցը։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը առաջարկել է Բաբկեն Թունյանի թեկնածությունը։ Իր ելույթում անդրադառնալով Հայաստանի տնտեսական վիճակին, Թունյանը նշել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո նոր իրականության մեջ ենք ապրում եւ այդ իրավիճակն ու պայմանները մեր երկրի առաջ նոր հնարավորություններ են բացում։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաև մյուս հանձնաժողովները պիտի կարողանան իրենց մասնակցությունը ունենալ այդ process-ի մեջ։ Մինչև հանձնաժողովի նախագահի թեկնածությանն անդրադառնալը ազգային ժողովի մեկնարկին ազգային ժողովի նախագահ Ռուբինյանը անդրադարձել է միջադեպին, ուժեղ Հայաստանից արձագանք պահանջելով։ Ռուբինյանը նախ դիմել է Էդգար Ղազարյանին հարցնելով ասելիք չունի նա արդյոք, այնուհետև հարց ուղղել է ընդդիմադիր խմբակցության ղեկավարին։ Ազգային ժողովի կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում։ Շատ լավ։ Պարոն Նարեկ Կարապետյան, ասելիք ունեք։ Ոչ։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը։ Հայաստանում այս աշնանից կմեկնարկի կենսաչափական անձը հաստատող նոր փաստաթղթերի, այդ թվում անձնագրերի եւ նույնականացման քարտերի տպագրությունը եւ տրամադրումը քաղաքացիների, որոնք համապատասխանում են Եվրոպական միության գործող ամենաբարձր չափանիշներին։ Այս մասին հայտնել են ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիական ծառայությունից։ Նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28650 դրամ, նախկին 25000-ի փոխարեն եւ կտրամադրվի 10 տարի ժամկետով։ Իսկ նույնականացման քարտի արժեքը կլինի 5950 դրամ, նախկին 3000-ի փոխարեն 5 տարի վավերականությամբ։ Արցախից տեղահանված ավելի քան 40,000 անձ Հայաստանի քաղաքացիություն է ստացել, նրանցից ավելի քան 12,000 անչափահասներ, հայտարարել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։ Անդրադառնալով Արցախից տեղահանված քաղաքացիների քաղաքացիություն տրամադրելու գործընթացի դանդաղեցման մասին քննադատություններին, Ղազարյանը նկատեց դա նոնսենս է համարել, նշելով, որ բնակարանային ծրագիրը նպաստել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմելիության աճին, ըստ այդմ դիմումների թիվն ավելի մեծ է, քան ձեռքբերումների թիվը։ Եթե համեմատում եք նախորդ տարվա համեմատ, հենց այդ նախընտրական շրջանում մենք սպասարկել ենք անգամներ, պատիկներ ավելի շատ Ղարաբաղից տեղահանված անձանց քաղաքացիության դիմումներ։ Կաթնամթերք արտադրող 11 ընկերությունների նկատմամբ մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել։ Պատճառը մի շարք արտադրանքներում կաթնայուղի զանգվածային մասը սահմանված նորմայից մի քանի անգամ պակաս լինելն է, թե որ ընկերությունների որ արտադրատեսակների մասին է խոսքը հանձնաժողովը առայժմ չի մանրամասնում։ Ավելի վաղ Ռոսելխոզնadzորն էր արգելել հայկական կաթնամթերքի մուտքը ռուսական շուկա, պնդելով, թե արտադրության ընթացքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ Ռուսական Սահմանափակումների հարցը քննարկել են Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարը, պայմանավորվել ակտիվացնել Հայաստանի ՍԱՏՄ-ի եւ Ռոսելխոզնadzորի գործակցությունը։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ կաշառքի գործով Գազպրոմ Արմենիա ընկերության 4 աշխատակից եւ քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ ձերբակալվել են։ Ըստ հաղորդագրության քրեական վարույթը առնչվում է նորակառույց շենքերի գազամատակարարման գործընթացում թույլ տրված խախտումներն անտեսելու եւ դրանց պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու դիմաց կաշառք տալու դեպքերին։ Ձերբակալվածներից 4-ի նկատմամբ դատարանը կալանք, 1-ի նկատմամբ տնային կալանք է կիրառել։ 2026-ի առաջին կիսամյակում Հայաստան ավելի շատ հայաստանի քաղաքացիներ են մուտք գործել, քան դուրս եկել։ Մուտքերի թիվը կազմել է 871,409, իսկ ելքերինը 870,062, այսինքն տարբերությունը 1347 մարդ է եղել։ Նախորդ տարիների համեմատ այս ցուցանիշը զգալիորեն բարելավել է։ Նույն դրական միտումն արձանագրվել է նաև օտարերկրացիների շրջանում 57,953-ի տարբերությամբ։ Ոստիկանությունը եւ Քննչական կոմիտեն հուլիսի 23-ին վնասազերծել են հանցավոր խումբ, որը Միացյալ Նահանգներից բեռնափոխադրող ընկերությունների աշխատակիցների անվան տակ խաբեությամբ հափշտակել է ուղեբեռներ, ապա վաճառել դրանք։ Ստացված գումարները փոխանցվել են խմբի անդամների հաշվեհամարներին եւ փոխակերպվել կրիպտո ակտիվների խոզարկությամբ առգրավել են գործի համար կարևոր ապացույցներ։ Ընդդիմադիր Բարգավաճ Հայաստանի ցուցակով պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա փաստաբան Արսեն Բաբայանն է հայտնել այդ մասին։ Ըստ մեղադրանքի Գրիգորյանը նախընտրական շրջանում բարեգործական արգելք է խախտել։ Նա մեղքը չի ընդունում եւ հրաժարվել է ցուցմունք տալ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սկոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը հաջորդ շաբաթվանից Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացնելու, որը ներառելու է անհավանական տնտեսական մեկուսացում եւ Հորմուզի նեղուցի շարունակվող շրջափակում, ինչը թույլ չի տա որևէ բեռի մտնել կամ դուրս գալ իրանական նավահանգիստներից։ Մոսկվան Վաշինգտոնին հարցեր է ուղղել կապված Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու եւ Ռուսաստանի խորքին հարվածելու մասնակցության վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ Սերգեյ Լավրովը պատասխանելով հարցին, արդյոք Մոսկվան մտադիր է վերջնագիր ներկայացնել Թրամփի հատուկ բանագնացների հետ բանակցություններից առաջ, արտաքին գործերի նախարարը նշել է, որ Մոսկվան վերջնագրեր չի ներկայացնում եւ պատրաստ է խոսել նրանց հետ, եթե գան, իսկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց։ Իսկ թե ինչ են բերում նրանք, դա այլ հարց է, ասել է Լավրովը։ Հացահատիկ արտադրող ֆերմերներին աջակցելու համար Կիևը 220 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու խնդրանքով դիմել է Եվրամիությանը։ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է փաստը, պարզաբանելով, որ խոսքը բանկային քարտերի տոկոսների սուբսիդավորման եւ գյուղատնտեսական արտադրողներին տրամադրվող վարկերի ապահովման մասին է։ Նա նշել է, որ Եվրահանձնաժողովը ուշադիր հետևում է Սև ծովում ստեղծված վիճակին, որն ազդեցություն է ունենում գյուղատնտեսության եւ տնտեսության վրա։ ՆԱՏՕ-ի կործանիչները Լատվիայի օդային տարածքում անօդաչու են խոցել, երկրի զինված ուժերը դեռ չեն հայտնել, թե որտեղից է անօդաչուն ներխուժել երկրի տարածք եւ ում է այն պատկանել։ Անօդաչուն խոցելու համար օդ են բարձրացել Բալթյան երկրների օդային տարածքը հսկող ՆԱՏՕ-ի կործանիչները։ Լատվիայի զինված ուժերը հայտնել են, որ այս պահին օդային տարածքում վտանգ չկա։ Անվտանգության նկատառումներից ելնելով Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո, Ժուկովսկի եւ Շերեմետովո օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը։ Ռոսավիացիայից տեղեկացնում են, որ ժամանակավոր սահմանափակումները մցվել են անօդաչուների սպառնալիքի պատճառով։ Ճապոնիան հավակնում է Կուրիլյան կղզիախմբի հարավային 4 կղզիներին՝ Իտուրուպին, Կունաշիրին, Շիկոտանին եւ Հաբոմային, վկայակոչելով 1855-ի առևտրի եւ պայմանների մասին պայմանագիրը։ Մոսկվան մնում է այն համոզմանը, որ հարավային Կուրիլները երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով ընդգրկվել են ԽՍՀՄ կազմում եւ դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չէ։ Արկտիկա տարածաշրջաններ 4-րդ համաժողովի շրջանակներում կղզիների շուրջ ստեղծված իրավիճակին եւ Ռուսաստանի դեսպանին Ճապոնիայի արտաքին գործերի նախարարություն կանչելու փաստին է անդրադարձել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն։ Օգոստոսի 13-ին հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում, որը Բյուզանդի 1 կոտորակ 3 հասցեում է գտնվում։ Հրդեհն էլ բռնկվել է նկուղային հարկում, ինչից առաջացել է ծուխ, որը տեսանելի էր մի քանի 100 մետրից։ Տարհանվել են մեծ թվով աշխատակիցներ, տեղում մի քանի քաղաքացու օպերատիվ ժամանած Երևանի շտաբ օգնության բժիշկների հերթապահ խումբը օգնություն է ցուցաբերել, նրանք ծխահարվել էին։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հրդեհը մարել են Երևանի հրշեջ փրկարարական ջոկատների հրշեջները, տեղում էին նաև ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի երկրորդ վաշտի պարեկները։
Օգոստոսի 13-ին խոշոր ուշքթայական վթար է եղել մայրաքաղաքում, Դավիթ Բեկի փողոցում բախվել են Toyota-ն, Nissan-ը, Mitsubishi-ն, Tesla-ն, Opel-ն ու Մարդատար գազելը։ Վերջինը հայտնվել է մայթին, մի քանի մեքենա եղել է կայանված։ Տուժածներ չկան, օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի երկրորդ վաշտի պարեկները։ Ամբողջ կեղտաջուրը լցվում է։ Անրանիկի 66 բազմաբնակարանային շենքի նկուղում երկար ժամանակ է գոյաջրերը կուտակվել ու շարունակում են կուտակվել։ Գոյողատարների նորոգման կարիք կա։ Հիմքերն ամեն օր ավելի են թուլանում, իսկ վտանգը մեծանում։ Հա, բնակիչներով համատիրությունը փոխել եք, հա։ Փոխել են։ Ստե լուկը, հենց որ լուկը լցվում է, էշենքը լուկը հենց լցվավ, գալիս ստեղից տրուպի տեղ բաց են թողել, գալիս սաղլավի լցվում։ Հակասանիտարական ու գարշահոտ վիճակն էլ դարձել է բնակիչների առօրյայի անբաժան մասը, բայց այլ տարբերակ չունեն, քանի որ որևէ պատասխանատու կառույց այդպես էլ չի արձագանքում իրենց ահազանգերին։ 2 օր մեկ մարդ է կանչում, փող եք տալի, բերում են, բացում են։ 2 օր մեկ կանչում են, գալիս են, բացում են, չի լցում։ Հենց գնում են հետ զասարենի առնում, 2 օր հետո էլի ջուրը գալիս է։ զասարենի։ Պանելային հատվածներում արդեն ճաքեր է առաջացել, ինչը նշանակում է, որ եթե սրա դեմը պատասխանատուները մասնավորապես Երևանի քաղաքապետարանը, կառավարությունը, Մալաթիայի քաղաքապետարանը, եթե սրա դեմը չառնեն, այս շենքը դառնալու է ամիսներ հետո վթարային։ Երևանցիներն ասում են, որ նախկին թաղապետերի օրոք Կոյուղատարի ու Դիտահորի վրա երկհարկանի շենք են կառուցել, ինչն էլ հիմնական խնդիրն է։ Ուստի բնակիչներն առաջարկում են քաղաքային իշխանությանն ու պատասխանատու կառույցներին քննարկել միասին ընդհանուր որոշման գալ, որն էլ կկանխի շենքի վթարային դառնալը։